Հերթով բոլորդ էլ կտակ։ Անցնենք հարցերին, Նարեկ Կիրակոսյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, եւ մյուսներ կներեք, ես պետք է այս գրառումը մեջ բերեմ, որպեսզի հարցս ձևակերպեմ։ Սրբազան գնար շարունակիր քերուտ կնգան դոմփել ինձ հետ ինչ գործ ունես։ Սա Նիկոլ Փաշինյանի գրառումն է։ Այս բառապաշարը, այս գործելավոճը ըստ ձեզ պարոն Հովհաննիսյան եւ ըստ ձեզ Տիկին Տիգրանյան ինչքանով է համահունչ կրթվել է նորաձև է շարժմանը։ Նիկոլ Փաշինյանին որտեղից այսպիսի տեղեկություն, արդյոք նա անձերի չի թիրախավորում, ով է այս տեղեկությունը նրան տրամադրել եւ հաշվի առնելով, որ տևական ժամանակ է Վարդան Ղուկասյանը դոգմական վամբ հայտնի չկա ասպարեզում եւ մենք գիտենք, որ նա իր մեծ լսարանի հետ համակիրների հետ շփվելիս օգտագործում է նման բառապաշար, արդյոք իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փորձում է այդ ընտրազանգվածին, համակիրներին, ընտրություններին ընդառաջ իր կողմը գրավել։ Շնորհակալություն։ Անդրադառնալով ընդհանուր թեմային, այսպիսի հարց պետք է հնչեցնեմ, որ այսինքն կարելի է լինել կուսակրոն եւ այլասերված, եւ դա նորմալ է, բայց երբ որ դրա մասին խոսում ենք, դա նորմալ չէ։ Մենք այս դիտանկյունից պետք է հարցին նայենք, քաղաքական խոսույթին եւ խոսույթին առասարակ, այո, կարող են լինել նաեւ նման սուր արտահայտություններ եւ որակումներ։ Եվ ես էլ կտամ այդ որակումը նման սրբապիղծ ուրեմն եկեղեցականներին։ Եվ ես ուզում եմ հստակ հայտարարել հիմա, որ մենք թե եկեղեցական, թե եկեղեցից դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատրելու ենք, հերթով, անուն առ ազգանուն, բոլորի դիմակը պատրելու ենք, բոլոր այդ սրբապիղծների, որոնք թաքնվել են սքեմի տակ, այս 7 տարի է, ամենավերջին բառամթերքով, ամենալկտի պահվածքով, կրոնի եւ սրբության հետ կապ չունեցող վարքագծով, թիրախավորում են Հայաստանի Հանրապետության պետականությունն ու հայ ժողովրդին, մենք այդ բոլոր սրբապիղծների դիմակը հերթով պատրելու ենք, անուն առ անուն, եւ եթե ձեր հարցի մեջ կար կոնտեքստ, որ անձնավորում եք, թիրախավորում եք, այո, անուն առ անուն թիրախավորելու ենք, անձնավորելու ենք եւ պատրելու ենք այդ սրբապիղծների դիմակը։ Եվ ես նորից եմ կրկնում, եթե կան որոշ շրջանակներ, որոնց համար սրբապիղծ կյանքով ապրելը նորմալ է, իսկ դրա մասին խոսելը նորմալ չի, ես նրանց հաջողություն եմ մաղթում իրենց հետագա կյանքում։ Մենք խոսելու ենք բոլոր երևույթներից եւ խոսելու ենք մեր ժողովրդի հետ։ Եվ այն մարդիկ, ես տեսա ինչ-որ տարբեր որակումներ, գրառումներ, ամենավերջին բառամթերքն օգտագործող ամենալկտի մարդկանց կողմից, որոնք էլի այս 7 տարիների ընթացքում ինչ ասես չեն արելու, ինչ ասես չեն ասել, փորձում են բարեպաշտության ինչ-որ նորմերի մասին խոսալ, թող գնան մտնեն այն ծակերը, որտեղից դուրս են եկել։ Այդ մկան ծակերը թող գնան մտնեն վախեցած, ինչպես այն ժամանակ էին ապրում, շարունակեն այդտենց ապրել եւ հեռու մնան ժողովրդից ու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունից ու Հայաստանի Հանրապետության պետականությունից։ Շնորհակալություն։ Սիվիկեմ, խնդրեմ ձեր հարցը։ Հերթով Նարեկ ջան, հետո կտաս։ Հարցի պատասխանը չստացա, որտեղից այդ տեղեկությունը եւ արդյոք փորձում եք ընտրազանգվածին ձեր կողմը դեպի Թե որտեղից այդ տեղեկությունները կիմանաք, երբ որ կգա հատիկ առ հատիկ դիմակները պատրելու ժամանակը, ձեր մյուս հարցին միանշանակ պետք է պատասխանեմ ոչ, այդ համեմատականը տվյալ սրբապիղծ անձնավորության հետ անհամատեղելի է եւ անընդունելի է ինձ համար ձեր կողմից հիմա բերված, այդ համեմատականը կգնաք կանեք ուրեմն հայտնի այն մարդկանց հետ կապված, որոնք օր ու գիշեր ինչ բառամթերքով ասես չեն խոսում, տարբեր մամուլի ակումբներում, տարբեր ոդքասթերում, ես եմ ինչ պատվալներում ու չուլաններում։ Շնորհակալ։ Սիվիկեմ, ձեր հարցը։ Պարոն Հովհաննիսյան, հարցս ձեզ եմ ուղղում, մայիսի 28-ին Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ կանգնած են քաղաքական սարդարապատի շեմին, ժամանակն է, որպեսզի սարդարապատի ոգին դառնա քաղաքական շարժում։ Ես կխնդրեմ, ասեք ինչ նկատի ունի նա ըստ ձեզ։ Ես կներեք, բայց Իշխան Սաղաթելյանը ընդհանրապես այն ազնվորությունը չի, շատ փոքր մարդ է, որ ես հիմա իրան մեկնաբանեմ, ես չգիտեմ ինքը որտեղ է կանգնած, թող գնա իր համար հանգիստ կանգնի։ Շնորհակալություն։ 24 նյուս ձեր հարցը։
Հարցս ուղղում եմ երկու պատգամավորին էլ։ Կառավարության երեկվա հայտարարությունը եւ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումներից հետո առասարակ մի հարց է ընդհանրեն առաջանում. ուր եք տանում այս երկիրը ու ինչ ծրագիր ունեք եւ ինչ եք ուզում անեք այս երկրի հետ։ Եթե նկատի ունեք կառավարության նիստում վարչապետի հնչեցրած արտահայտությունը, ես ուզում եմ ուղղակի մի բան հասկանալ, մենք դուք լրագրողներդ հասարակություն արդյոք նույն հայերենով ենք խոսում եւ հասկանում ենք խոսքը։ Վարչապետի խոսքը ուղիղ պաշտպանություն էր մեր եկեղեցիների, այդ եկեղեցիները անեղծ պահելու կոչ էր, բայց ինչու հոգեվորականությունը հանկարծ հոգեխանգարմունքի մեջ ընկավ, փոխարենը ողջունելու, որ վարչապետը իրենց մշակութային կոթողներ արժեքները փորձում է ավելի զերծ պահել ամեն տեսակ պղծումից կամ եղծումից եւ փոխարենը կանգնելու վարչապետի կողքին սկսեցին քննադատել։ Ես կարծում եմ, որ սխալ մեկնաբանվել կամ չի ընկալվել վարչապետի խոսքը, որևէ անգամ ուղիղ խոսքով չի հնչել այն մասին, որ մեր եկեղեցիները, որոնք մեզ համար հոգևոր արժեք են եւ սրբավայրեր, պիտի լինեն հենց այնպիսին, ինչպիսին պատկերացնում ենք։ Վարչապետի խոսքը ուղիղ դրա մասին էր եւ ինձ համար շատ զարմանալի ու տարակուսելի էր, որ հենց հոգևոր դասը սկսեց դրա դեմ ընդվզել, մյուսներն էլ այդպես պաշտպանելով հոգևորականությունը փորձեցին Քրիստոսից ավելի քրիստոնյա լինել։ Ես ուղղակի խորհուրդ կտամ եւս մեկ անգամ նայել կառավարության նիստի այդ հատվածը եւ լսել ամբողջությամբ ու փորձել հասկանալ նորմալ հայերեն խոսքը, որտեղ էր վիրավորանքը եկեղեցու կամ հոգևորականության նկատմամբ եւ ինչու հանկարծ եկեղեցին այսպիսի սրացումներ ունեցավ, անկեղծ ասած լավ չեմ հասկանում։ Իսկ այսօրվա գրառումները եւս ընդունելի է ձեզ համար այն բառապաշարը, որը օգտագործել է եւ որովհետեւ այդ մարդիկ, որոնք չեն ընկալում այն, ինչ ասում է պարզ հայերենով եւ սկսում են տարընթերցումներ, տարամեկնաբանություններ տալ, խոսքը ուղեկցվում է հայոյախոսությամբ, որը մենք տեսել ենք վերջին մեր կառավարման ընթացքում սկսած առաջի օրվանից այդ հայոյախառն խոսակցությունը կա եւ ավելի անընդունելի է, որ դա արվում է հոգեվորականի կողմից։ Հոգեվորականը, որ ունի ուխտ Աստծո հետ, ավելի շատ պիտի աղոթքի լեզվով խոսի, ոչ թե վիրավորանքի, ավելի շատ օրինակ պիտի անի, ոչ թե նզովք, բայց երբ որ դա անցնում է արդեն անձնական վիրավորանքների դաշտը, պետքա պատրաստ լինեն նաեւ լսելու անձնական վիրավորանքներ, այո։ 168 ժամ, խնդրեմ։ Պարոն Հովհաննիսյան, այսօր ադրբեջանական կողմը կրկին կրակոցներ է հնչեցրել Սյունիքի ուղղությամբ, Խոզնավար գյուղում տանտանիք է վնասվել, մանր եղջերավոր անասուն։ Ուզում էի հասկանալ իշխանությունները երբ են այս իրավիճակին անդրադառնալու հատիկ առ հատիկ եւ ինչպես են արձագանքելու Ադրբեջանի այս սադրանքներին։ Նիկոլ Փաշինյանը ասում է խաղաղություն է լինելու, պատերազմ չի լինելու։ Այսպես է խաղաղություն լինելու։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկ անգամ իր պաշտոնական դիրքորոշումը հայտնել է եւ հատիկ առ հատիկ անդրադառնում է բոլոր ձեր թվարկած միջադեպերին, որոնք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության սահմանային հատվածներում։ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել իր հայտարարությամբ, մենք շարունակելու ենք ուրեմն շարժվել խաղաղության մեր օրակարգով, մենք առաջարկել ենք Ադրբեջանին երկկողմ դիտարկել ուրեմն սահմանային հատվածը տվյալ միջադեպերը քննության առնելու եւ բարձելու ուրեմն թե որ կողմն է այդ միջադեպերը հրահրում եւ այլն եւ ինչպես է դա տեղի ունենում եւ դրանց կանխման ուղղությամբ մենք այս ուղղությամբ շարունակելու ենք աշխատել եւ Հայաստանի Հանրապետությունը ձեր կողմից նաեւ մեկնաբանվող այս սադրանքներին չի տրվելու Լրություն վերջում սադրանքներին չի տրվելու եւ ուրեմն շարունակելու է իր քաղաքականությունը, չի շեղվելու խաղաղության օրակարգից, որովհետեւ նման ուրեմն իրավիճակները նաեւ տեղ-տեղ նպատակ են հետապնդում շեղել Հայաստանի Հանրապետությանը իր օրակարգից, որովհետեւ ուրեմն մենք գնում ենք խաղաղության օրակարգով եւ միջազգային հանրության կողմից էլ ունենք աջակցություն ուղղված այս օրակարգին, հարգելի գործընկեր, եւ Հայաստանի Հանրապետությունը արձագանքում է այնպես, որ կարողանա իր օրակարգերը կարողանա առաջ տանել, շնորհակալ եմ։ Որպես պարոն Հովհաննիսյան, դուք ասում եք, որ Հայաստանը սադրանքներին չի տրվելու։ Այսինքն, եթե կրակոցները այսպես շարունակվեն եւ թիրախում նորից տներ հայտնվեն, Հայաստանի իշխանությունը եւ Պաշտպանության նախարարությունը ոչինչ չի կարող անել։ Տեսեք, դուք դիմում եք Ադրբեջանին, Ադրբեջանը ասում է մենք չենք կրակել։ Այսինքն, սա պետք է շարունակվի։ Հայաստանի Հանրապետությունը վարում է իր քաղաքականությունը ելնելով Հայաստանի Հանրապետության պետական շահից։ Կախված իրավիճակից
լինում են տարբեր մոտեցումներ։ Եվ ձեր հարցը, որը վերաբերում է, այսպես ասած, սիմուլյացիային տարբեր սահմանային իրավիճակների, ես տեղին չեմ համարում հիմա այստեղ մեկնաբանել, թե մենք ինչ կանենք, եթե լինի սա, եթե լինի սա, եթե լինի սա։ Տարբեր իրավիճակներում ինչ որ իրավիճակներ եղել են, Հայաստանի Հանրապետությունը տարբեր ձևով ուրեմն արձագանքել է։ Մենք գնում ենք էսկալացիան հնարավորինս նվազեցնելու ճանապարհով եւ եւս մեկ անգամ կրկնում եմ, չենք տրվելու սադրանքներին, ոչ կրակոցների տեսքով սադրանքներին, որոնք այո ցավոք սրտի որոշ դեպքերում եւ այս վերջերս ուղղված են քաղաքացիական բնակչությանը, ոչ էլ տրվելու ենք հայտարարությունների տեսքով սադրանքներին։ Մենք չենք շեղվելու մեր օրակարգից, որովհետեւ տեսնում ենք նաեւ, որ մի շարք ուժերի եւ Հայաստանից դուրս եւ Հայաստանից ներսում գործող նպատակն է շեղել մեզ մեր օրակարգից, որպեսզի մենք էլ դառնանք մի կողմ, որը ապակառուցողական է, որը սադրում է եւ փորձում է էսկալացիա հրահրել։ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության օրակարգը առաջ է տանելու եւ այո, ինչպես վարչապետը ասել է, մենք բոլորս վերահաստատում ենք, լինելու է խաղաղություն, չի լինելու պատերազմ։ Շնորհակալ եմ։ Լիլիթ Կասյան, խնդրեմ։ Պարոն Հովհաննիսյան, որպես ձեր ասվածի շարունակություն դուք ասացիք չենք սադրանքներին չենք տրվելու, դուք նաև այլ պետությունների կողմից եկած Միացյալ Նահանգների պետքարտուղարը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահն էլ պաշտպանության նախարարն էլ խոսել էին Սյունիքում հնարավոր վտանգների մասին, այս հայտարարությունները եւս դուք համարում եք սադրանք։ Վտանգների մասին խոսելը սադրանք ինչպես կարող ենք համարել, հարգելի գործընկեր։ Նախորդ հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ուղղությամբ արձակված կրակոցներին։ Ձեր հարցը վերաբերվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության համապատասխան պաշտոնյաների հայտարարություններին նման իրավիճակների ուրեմն հավանականության վերաբերյալ կամ ռիսկի վերաբերյալ, սրանք իրար հետ ընդհանրապես կապ չունեցող իրադարձություններ են եւ ընդհանրապես իրար հետ կապ չունեն։ Ինչպես կարող է իրավիճակի գնահատականը դիտարկվել որպես սադրանք, հարգելի գործընկեր, եւ ինչպես եք դուք իրավիճակի գնահատականի մասին հայտարարությունը համեմատում ավտոմատից արձակված կրակոցի հետ։ Էսկալացիայի վտանգ տեսնում եք ինչպես այդ հայտարարությունները։ Էսկալացիայի վտանգ մենք չենք կարող չտեսնել, երբ որ կրակում են մեր տների վրա։ Այսինքն մենք հո լուսնի վրա չենք ապրում։ Մեր տների վրա կրակում են, պարզա որ կա էսկալացիայի վտանգ, երբ որ կրակում են մեր տների վրա, բայց ես կրկնում եմ, մենք ամեն բան անելու ենք, որպեսզի էսկալացիայի վտանգը հավասարեցվի 0-ի եւ կնքվի խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը արդեն համաձայնեցվել է։ Շնորհակալություն։ Ռուզան, խնդրեմ Նյուզեյ։ Նախ երկու հստակեցում, պարոն Հովհաննիսյան, հարցերից սկզբում դուք նշեցիք, որ հատիկ պատռելու եք դիմակները, սա ենթադրում է, որ անուն առ անուն է լինելու, այսինքն անուններով խոսելու եք եկեղեցականների հետ կապված իրենց կենսագրությունները ներկայացնելու եք եւ դուք ասեցիք, որ թիրախավորում է եկեղեցին պետականությունը։ Խնդրում եմ օրինակներ նշեք, ինչպես է թիրախավորում եւ հիմնական հարցս նաեւ էլի ձեր խոսքից է գալիս, դուք ասում եք մենք ոչ մի կերպ չենք տրվելու սադրանքների, միչեւ որ փուլը չենք տրվելու, այսինքն ինչ պետք է լինի, որ խախտվի այդ չտրվելը։ Անունների մասով կգա ժամանակը դուք կտեսնեք, թող ավելի հետաքրքիր լինի այդպես, բնականաբար խոսքը չի գնում օդի մեջ հայտարարությունների մասին, խոսքը գնում է շատ կոնկրետ իրավիճակների, շատ կոնկրետ մարդկանց մասին, որոնց դիմակը պետքա պատռել։ Եվ վերջ, իրան ժամանակը ավարտվել է, իրան ժամանակն ավարտվել է շատ վաղուց։ Ինչ վերաբերվում է, որ ասում եք օրինակներ, թե ինչպես են որոշ եկեղեցականներ թիրախավորել պետականությանը, մարդիկ քաղաքական հայտարարություններ են անում։ Մտեք այդ եկեղեցականների Facebook-յան էջերը մի հատ։ Այն Բագրատի լայվերը միացրեք, նայեք։ Չեք ծանոթ եք դուք Բագրատին, Գալստանյան, այն որ սառել էր։ Հիմա հետա հալեցրելն ինչ են արել, ծանոթ եք դուք։ Դուք ընդհանրապես եկեղեցականներին հարցնում եք, օրինակ, պարոն Գալստանյան, ձեզ որ սառեցնում են։ Օրինակ, ինչ ընթացակարգեր է, Տիկին Տիգրանյան սառեցվում եկեղեցականը։ Օրինակ, падգամավորի լիազորությունները գրած է, ոնց է դադարեցվում։ Հիմա մեր որոշ եկեղեցականներ իրանց դրել են, չգիտեմ ում տեղը, եւ ինչ ուզում խոսում, ինչ ուզում անում են, առանց որևէ հիմնավորումների։ Եվ երբ որ դուք ասում եք ինչպես է եկեղեցին պետականությունը թիրախավորում, ես ձեզ կրկնում եմ, գնացեք Հայ առաքելական եկեղեցու Facebook-յան էջի վերջին հայտարարությունները կարդացեք մանրամասն։ Որոշ եկեղեցականների Facebook-յան էջերը ուսումնասիրեք մանրամասն։ Եվ
ընթացքում էլ զուգահեռ կարող եք Բագրատի լայվերը դիտել եւ որ ամեն ինչ վերահաստատվի ձեզ մոտ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ Տիկին Տիգրանի։ Ազատություն Ես ուղղակի պարոն Հովհաննիսյանի ասածին կուզեի ավելացնել, որ դիմակները պատրելը ոչ միայն հոգևորականներին է վերաբերելի, բայց նաև բոլոր նրանց, ովքեր փորձում են հոգևորականներին առաջ մղելով որպես սրբեր, որպեսզի ժողովուրդ ավելի ակնածանքով վերաբերվի եւ նրանց հետևում իրականացնում են իրենց ապապետական գործունեությունը։ Եկեղեցին, որը պետությունից անջատ է եւ այդ հոգեվոր իշխանությունը, դուք նկատել եք, որ բազմիցս միջամտում է, ես կասեի, խառնվում է աշխարհիկ պետության գործերին եւ նաեւ եղել են ուղիղ կոչեր իշխանափոխության։ Սա անթույլատրելի քաղաքականություն է եկեղեցու կողմից, որովհետեւ նրանք ավելի շատ իրենց հոգեվոր հոտը, երկիրը, մարդկանց հանրությանը միավորելու առաքելություն ունեն, բայց ոչ պառակտելու։ Մինչդեռ մենք տեսնում ենք ուղիղ պառակտիչ գործողություններ եւ շարժումները, որոնք տարբեր ժամանակ եկել են մեկ ազգի փրկիչներ, մեկ զարթի լաոներ, որոնք տապալվել ձախողվել են, վերջին հույսը մնաց հոգևորականի միջոցով իրականացնելը, այն պարզ պատճառով, որ Տավուշի թեմում գուցե նա ուներ որոշակի հեղինակություն եւ այդ հեղինակությունը փորձեցին օգտագործել մարդկանց մոբիլիզացնելու վրա, բայց ստացվեց այնպես, որ նա հայտարարեց եւ հայ առաքելական եկեղեցուն եւ ցախողեց նաեւ ընդդիմադիրների շարժումը։ Այստեղ արդեն պիտի մտածեն, թե ինչու նաեւ չկա, պարոն Հովհաննիսյան, դուք հարցում եք ինչ կանոնակարգով, որքանով որ իստեղ տեղյակ եմ եկեղեցական կանոնակարգերին, կարգավիճակի սառեցում չկա ընդհանրապես նման հասկացություն եւ սառեցումից հետո հետ վերադարձ եկեղեցի չկա նման ընդհանցակարգ, հետեւաբար պիտի հասկանալ ինչ կարգավիճակ ունի Գալստանյանը եւ ինչու նրան շարունակում են դիմել սրբազան, դա Ցիկյանս տրվող կոչում չէ, որ նրան սրբազանով են դիմում, ամեն դեպքում սրբազանը շատ հաջող ձախողեց ամեն տեսակ շարժումներ, թող որ լինեն նման սրբազաններ, որոնք կարողանում են առանց որևէ միջամտության ձախողել ցանկացած շարժում եւ իրենց քաղաքական կոչերը անհամատեղելի են իրենց Աստծուն տված ուխտի հետ եւ իրենց գործունեությունը անհամատեղելի է։ Եթե իրենք այդքան հաստատուն լինեն իրենց հավատքի մեջ, մենք ավելի շատ միավորված հավատացյալ համայնք կունենայինք։ Ցավոք, մեր եկեղեցին այսօր չի կարողանում միավորել անգամ իր հոտին։ Հետևաբար մենք ունենք այն պատկերը, որ ամեն հոգևորական ուղղակի սքեմը հակած ինքը իրականացնում է քաղաքական գործունեություն եւ քաղաքական արշավ։ Մի օր կտեսնենք կուսակցություններ գուցե ստեղծել, արդեն չենք զարմանա դրանից։ Ես մի խոսք էլ ասեմ եւ ամփոփենք, ես ուզում եմ նաեւ նշել, որ մենք բոլորով կանգնած ենք բոլորն եկեղեցականների կողքին, ովքեր գիտեն ինչ է քրիստոնեությունը, հայ առաքելական եկեղեցին, ինչ է պետականությունը եւ ճանաչում են հայ ժողովրդին եւ ծառայում են հայ ժողովրդին եւ այո ամեն բան անում են իրենց հոտի համար։ Մենք այդ եկեղեցականների առջև խոնարհվում ենք եւ կանգնած ենք իրենց կողքին մինչեւ վերջ եւ գիտենք, որ իրենք էլ մեր կողքին են կանգնած։ Եվ սիրելի ժողովուրդ, մենք պատրաստվում ենք չլռել ոչ մի երևույթի մասին, կարող է այդ երևույթները տհաճ երևույթներ լինեն, չլսված երևույթներ լինեն, որոնց մասին մենք մտածում ենք, որ դա չի կարելի խոսալ, ամեն ինչի մասին խոսելու ենք եւ կրկնում եմ, բոլորի դիմակները պատրելու ենք։ Կլինեն դրանք սքեմով, կոստյումով, համազգեստով եւ այլն եւ այդպես շարունակ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Արդյոք ժամանակը ներողություն եմ խնդրում, սպառված է։ Եթե պարոն Հովհաննիսյանը ներողություն, ես համբերատար սպասում եմ։ Խնդրեմ, Ազատություն ռադիոկայան ձեր հարցը, խնդրեմ։ Արդյոք այս բառամթերքով իշխանությունը ել ավելի չի թեժացնում ատելության մթնոլորտը, արդյոք այդ ատելության մթնոլորտը թեժացնելու կամ չթեժացնելու հարցը ձեր կուսակցության նիստերում քննարկվել է թե ոչ եւ Կովկասյան բարոմետրի վերջին հարցումների համաձայն բանակը եւ եկեղեցին ամենամեծ վստահություն վայելող կառույցներն էին, մինչդեռ քաղաքական կուսակցությունները հակառակը։ Եվ արդյոք այս նաեւ այս փաստն է, որ անհանգստացնում է իշխանություններին։ Շնորհակալ եմ հարցերի համար, անդրադառնալով վիճակագրությանը միշտ այդպես է եղել եւ մեզ բնավ ոչ թե դա անհանգստացնում է, այլ ուրախացնում է, որ բանակը ուրեմն վստահություն է վայելում, եկեղեցին է վստահություն վայելում ժողովրդի մոտ, չնայած քիչ առաջ թվարկածս եկեղեցականների վարկագծին, որոնք եկեղեցու շարքերում են։ Ես ուզում եմ մենք նաև սա հասկանանք, որը մեկը չի թիրախավորում հավատավոր մարդկանց, չի թիրախավորում եկեղեցին ինքնին, հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը Հայաստանի պատմության մեջ առհասարակ։ Մենք խոսում ենք կոնկրետ դրվագների եւ կոնկրետ մարդկանց մասին, որոնք այո պետք է բացահայտվեն հանուն եկեղեցու։
Սրա մասին է խոսքը, ինչ վերաբերում է ատելության խոսքին, այո, մեզ դա շատ է մտահոգում, բայց ցավոք կան թեմաներ, որոնց ավելի մեղմ բառամթերքով անդրադառնալը շատ դժվար է եւ չի կարող արտահայտել ողջ գույները տվյալ թեմայի։ Այսինքն ինչ որ մարդկանց հայոյախառն խոսույթ օգտագործել արդարացնում է, որ վարչապետը, երկրի վարչապետը եւս նման բառապաշար օգտագործի ձեր կարծիքով։ Վարչապետը օգտագործել է բառամթերք կոնկրետ անձի վերաբերյալ, որին ինքը արժանի է եւ ես էլ կօգտագործեի այդ բառամթերքը այդ մարդու վերաբերյալ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։